Շարունակում ենք գլխավոր թեման եւ առաջիկա րոպեներին դրա վերաբերյալ զրուցելու եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, Արարատ Միրզոյանը նշել է, թե էսկալացիայի վտանգ այս պահին էլ առկա է, դատելով բնականաբար Ադրբեջանի նախագահի տարեսկզբին հնչեցրած հայտարարություններից, բայց հայկական կողմը կարծես թե նաև դրականորեն տրամադրված է որոշ բանակցությունների։ Էսկալացիայի վտանգի պայմաններում ինչպես պետք է բանակցի մեր կողմը Ադրբեջանի հետ, գոնե այս վտանգը մի փոքր նվազեցնելու համար։ Դե գիտեք, այստեղ նոր բան ասելու չկա, Հայաստան-Ադրբեջան, ավելի ճիշտ Ադրբեջան-Հայաստան խնդիրների համատեքստում, կարգավորման գործընթացի համատեքստում, այս երկու գործոնները միշտ էլ եղել են, այսինքն միշտ եղել է էսկալացիայի վտանգը եւ միշտ եղել է հատկապես հայկական կողմից նախաձեռնողականությունը եւ տարբեր միջնորդների կողմից ավելի ակտիվ միջնորդական դերակատարումը իրավիճակը մաքսիմալ կառավարելու պահելու տեսանկյունից։ Հիմա այս երկու գործոնն էլի կա հետընթաց բանակցություններում, ըստ էության կա լուրջ, այսինքն էական, առարկայական, բովանդակային բանակցային գործընթացի այս պահին կանգ, դադար, կա էսկալացիայի վտանգ, կա Ադրբեջանի կողմից դիրքորոշման կարծրացում եւ այս ամեն ինչը բնականաբար զուգահեռ է ընթացիկ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակին, այսինքն այն անկայունությանը, այն անկախատեսելիությանը, որը կա ամբողջ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում եւ երկրի ներսում Ադրբեջանի իշխանությունների վերադիրքավորման գործընթացին, այսինքն այդ ընտրական պրոցեսին, որտեղ ուրեմն վերընտրվելու պարագայում Ադրբեջանի իշխանությունները շատ ավելի ինքնավստահ կերպով դիրքավորվել են եւ փորձել են խաղալ ուրեմն արդեն ամբողջ տարվա ընթացքում տարբեր պրոցեսների վրա, տարբեր զարգացումների վրա փորձելով առավելագույնս հասնել իրենց նպատակների իրականացմանը։ Հիմա այս պարագայում հայկական կողմը ինչ պետք է անի, էլի այստեղ նոր բան չկա ասելու։ Հայկական կողմը պետք է նախ եւ առաջ անընդհատ դրսևորի կառուցողական մոտեցում հարաբերությունների կարգավորման մասով, բանակցությունները վերսկսելու մասով, ակտիվ բանակցություններ վարելու պատրաստակամության մասով, հայկական կողմը պետք է փորձի ամեն կերպ հիմնական առանցքային եւ մեր տեսանկյունից մեր ավելի շահերին համընկնող կամ գոնե առավելագույնս չեզոք միջնորդական ձևաչափերի ակտիվացման, այսինքն պետք է փորձ արվի տվյալ դեպքում եւ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների ավելի ակտիվ միջնորդական ջանքերի իրականացման եւ զուգահեռաբար, որ ամենակարևորն է, միշտ պատրաստ լինի Ադրբեջանի կողմից էսկալացիայի, միշտ եւ պատրաստ լինի ցանկացած էսկալացիային ցավոտ պատասխան հասցնելու։ Սրան եւս պետք է պատրաստ լինի եւ որևէ կերպ տուր չտա Ադրբեջանի կողմից անընդհատ շարունակվող շանտաժին, ուրեմն անընդհատ շարունակվող այսպես առավելապաշտական մոտեցումներին, Հայաստան նկատմամբ տարբեր հավակնությունների եւ այլն։ Գլոբալ առումով իրավիճակը նույնն է, պարզապես այստեղ ավելանում է այն մեծ անորոշությունը, որ կա աշխարհում եւ լինելու է ամբողջ տարվա ընթացքում։ Բավականաչափ բարդ է լինելու, կրկնում, բարդ է լինելու, որովհետեւ այդ բոլոր այդ խոսքը հատկապես արևմտյան ձևաչափերի մասին է։ Այս պահին այս ձևաչափերը ստեցան տորպեդահարված են Ադրբեջանի կողմից եւ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ավելի շատ կենտրոնացած են ներքին խնդիրների վրա, գիտենք երկու ուրեմն մի դեպքում Միացյալ Նահանգները, մյուս դեպքում Եվրամիության այդ կազմակերպության շրջանակներում ակնկալում են ընտրություններ եւ բնականաբար բարդ է լինելու այդ միջնորդական ձևաչափերը կրկին ակտիվացնել, բայց գոնե կամ այդ կարող
առանձին երկրների եւ Եվրամիության կազմից եւ բնականաբար Միացյալ Նահանգներին անընդհատ մեր տարածաշրջան հրավիրելու եւ մեր կոնֆլիկտի վրա ուշադրություն գրավելու այդ ուղեկիցը պետք է լինի մյուս արտաքին քաղաքականության առանցքային ուղեկիցներից մեկը։ Պարոն Պետրոսյան, կարծես ինչ որ նոր խոսույթ է հայտնվել մեզ մոտ, որովհետև եթե նախկինում Ադրբեջանը պնդում էր, որ միջնորդների կարիք չկա, Ալիևն էլ նշում էր, որ միջնորդների ներգրավվածությանը ավելի շատ հակված է Հայաստանը, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ այս պահին միջնորդների ներկայությունը սկզբունքային չէ բանակցություններում նաև մեզ համար։ Սա որքանով է պայմանավորված հնարավոր արևմտյան միջնորդների նախընտրական այդ գործընթացներով եւ արդյոք սա հետքայլ չի հօգուտ Ադրբեջանի։ Իրականում շատ նուրբ հարց է սա, որովհետև մենք գիտենք, տեսեք, որ մեզ համար ավելի ձեռնտու են արևմտյան ձևաչափերը միջնորդական, որոնք անցյալ տարվա հոկտեմբերից սկսած անընդհատ մերժվեցին Ադրբեջանի կողմից։ Զուգահեռաբար մենք տեսանք այդ նույն միջնորդ դերակատարների կամքի կամ ցանկության քաղաքական նպատակների բացակայություն հետևականորեն այստեղ բանակցային գործընթաց ապահովելու։ Բայց զուգահեռաբար մենք տեսանք ռուսական միջնորդական ձևաչափի ակտիվացման փորձեր եւ Ադրբեջանի հակվածություն հենց այդ ձևաչափին։ Հիմա եթե մենք պահանջում ենք անընդհատ նոր բանակցություններ եւ այդ բանակցություններին պարտադիր միջնորդական ներկայություն, պարզ է, որ այս պահին ավելի կանխատեսելի է ռուսական միջնորդության ակտիվության հնարավորություն, հատկապես նոտարապես ապրիլ-մայիս ամիսներից, երբ որ Ռուսաստանում այդ ընտրական գործընթացները վերջնական ավարտին կմոտենան։ Հիմա ինչքանով է մեզ ձեռնտու ռուսական միջնորդության բանակցությունները։ Եթե ձեռնտու է, ուրեմն պետք է շարունակել էլի միջնորդական ձևաչափերում երկխոսելու ուղղությամբ պնդումը։ Եթե ավելի գերադասելի է ուղիղ երկխոսությունը առանց տվյալ դեպքում ռուսական միջնորդության, ուրեմն պետք է խոսել այս տեսանկյունից, բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանը սրա վրա է հենց խաղում։ Այսինքն օրակարգ բերելով ռուսական միջնորդության հնարավորությունը նա փորձում է առանձին երկկողմ օրակարգ ձևավորել, որը ըստ էության արդեն կհակասի նախկինում արևմտյան ձևաչափերում Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին տված խոստումներին։ Այսինքն այս մեծ հաշվով այս քաղաքական խաղն է տեղ ունենում այս պահին Ադրբեջանի նման մարտավարությամբ եւ Հայաստանն էլ փաստացի ստեղծան արձագանքում է այս խաղին, իհարկե Հայաստանի արձագանքը, ինչպես դուք եւ նշեցիք, մեզ համար ունի պարունակում է որոշակի մտահոգություններ եւ իհարկե պարունակում է որոշակի մարտահրավերներ։ Պարոն Պետրոսյան, նաև սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների մասին խոսենք, որովհետեւ այս առումով եւս կողմերը որոշ տարաձայնություններ կարծես ունեին, որովհետեւ Հայաստանը գործընթացի հիմք որպես հղում էր անում այլ քարտեզների վրա, այլ թվականների քարտեզների վրա, Ադրբեջանը մի փոքր ավելի ուշ շրջանի քարտեզների վրա, խոսքը մոտավորապես 70-ականների մասին է, եւ Արարատ Միրզոյանը նշեց, որ հայկական կողմը կարծես սկզբունքորեն դեմ չէ, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը ընթանա այն քարտեզների հիման վրա, որոնց վրա հղում է անում Ադրբեջանը, որովհետև Ալիևը նշել էր, որ այն ժամանակահատվածը, որը մենք ենք առանձնացնում, եղել է ժամանակահատված, երբ Ադրբեջանից տարածքներ են անցել օրինակ Հայաստանին։ Այս հարցում եւս մենք կարծես որոշակի հետքայլ արեցինք, դեռ ինչքան։ Դե շատ բարդ է իմ այդ հարցերին պատասխանելը։ Տեսեք, ի սկզբանե Ադրբեջանն էլ հայտարարել էր, որ դեմ չի 70-ական թվականների քարտեզներով բանակցելու։ Հետո Ալիևը փոխեց իր մոտեցումը։ Հիմա եթե Հայաստանն ասում է, չէ, բանակցում ենք այս քարտեզներով, նրանցով չենք բանակցում, սա հերթական անգամ պատճառ կարող է դառնալ Ադրբեջանի համար այդ բանակցային մեխանիզմները չեղարկելու, բանակցությունները դադարեցնելու մասին։ Հայկական կողմը պետք է ընդունի ցանկացած հարցի քննարկման հավանականություն, բայց չտա դրա համաձայնությունը, եթե դա չի բխում Հայաստանի շահից։ Հիմա ես չեմ տիրապետում Ադրբեջանի նախագահի կողմից
առաջարկված կամ Ադրբեջանի կողմից առաջարկված քարտեզներին։ Եթե դա հիմք են կտրում Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը, ապա մեծ հաշվով ուրեմն դա 1918-20 թվականների, 18 թվականի ավելի շատ դիրքային իրավիճակներ, երբ 3 հանրապետություններ են ստեղծում եւ Ադրբեջանի նախագահն ինչպես ասած ստեղծվեց Ադրբեջանի հանրապետությունը, հետո տրվեց Երևանը հայերին պետություն ստեղծելու համար, հա, այսինքն եթե գնում ենք այս տրամաբանություն, բնականաբար սա ավելորդել է հիմա դրան գնահատական տալը, բայց այն թեմաները կամ այն տարբերակները բանակցությունների, որոնք կարելի է դիտարկել, քննարկել զուտ գործընթացը անընդհատ կենթանի պահելով եւ չտորպեդարահարելու համար, այդ բոլոր մեխանիզմները պետք է քննարկվի, բայց քննարկում բնականաբար ասենք չգիտեմ ավելի վաղ 30-20-ականների քարտեզները ասենք հավանականության քննարկում որևէ կերպ չի նշանակում հենց այդ քարտեզներով գնալ սահմանազատման, այսինքն կարելի է քննարկել, բայց վերջնական համաձայնություն չտալ, եթե դա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ այս քարտեզների թեմաների անընդհատ շահարկումը, նախկին պայմանավորվածությունների խախտումը, սա ինչպես միջնորդական ձևաչափերի դեպքում էր, հա, Ադրբեջանը բոլոր հնարավոր ուրեմն տարբերակները խառնում է իրար, հետո ասում է, որ չի ստացվում, եկեք մի նոր բան սկսենք, ինչ որ նոր ձևաչափ, նոր բովանդակություն ստեղծենք։ Ես կարծում որ ավելի շատ գնալու են դրան, այսինքն Ադրբեջանի նպատակը որն է այս պահին, հա, պահպանել զորքեր այն դիրքերում, որոնք զբաղեցված են եւ որևէ կերպ հետ չտալ, սանտիմետր անգամ հետ չգնալ, որը նախատեսված էր կամ որը վստահաբար կարող էր լինել, եթե 70-ական թվականների քարտեզներով սահմանազատում սկսվեր։ Նույն այդ սահմանազատումը հանգիստ կարող էր սկսվել եւ Սյունիքից եւ Վայոց ձորից եւ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ադրբեջանական զորքերը պետք է հետ գնային։ Հիմա այստեղ մենք ակնհայտ կերպով տեսնում ենք, որ Ադրբեջանը չի ցանկանում այդ զիջմանը գնալ։ Դա առարկայական հնարավորություն է պահպանելու այն դիրքերը, որը որ Ադրբեջանը զբաղեցրել է 2021 թվականից ի վեր։ Մյուսը բնականաբար այսպես կոչված անկլավների թեման է, հա, այսինքն Ադրբեջանը ցանկանում է ստանալ ամբողջը, չտալով որևէ բան։ Եվ սա բնականաբար իրենց ենթադրում է ըստ էության ներկայում եղած դիրքերի ամրագրում սահմանազատման միջոցով, այսինքն ոչ թե ինչ որ եղած քարտեզի հիման վրա ուրեմն սահմանազատման իրականացնում, այլ դե ֆակտո գործ ունեցող ուրեմն դիրքերի ամրագրում քարտեզի միջոցով, նոր քարտեզի միջոցով։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ թեմայի վերլուծության համար։ Ես նույնպես շնորհակալություն։ Առաջին եթերում թեման էր, ես Հակոբ Գևորգյանն եմ, հաջողություն։